Հիտլերի նախակարապետը եւ ուսուցիչը լրագրող էր Մուսոլինին, որը իրեն անվանում էր Դուչե, այսինքն դա նույն ֆյուրերն է, առաջնորդն է, արդեն իտալերեն։ Դուչեն կարգախոս ուներ, որը նշանակում էր Դուչեն միշտ ճիշտ է, եւ ֆաշիզմը դա կարգապահություն է, միասնություն, ուժ։ The deflated Mussolini was carted off to Germany by plane following his rescue by Nazi paratroops. Հիտլերը գերմանական ազգի առաջնորդն էր, ֆյուրերը, Մուսոլինին իտալական ժողովրդի առաջնորդն էր, Դուչե կար նաև Հայաստանում 2018 թվականին։ Շատերդ կհիշեք, երբ որ իր կողմնակիցները ելույթներ էին ունենում, նրան արդեն ոչ թե անունով էին հիշատակում, այլ ասում են հեղափոխության առաջնորդը, այսպես ասեց, հեղափոխության առաջնորդը սա է մեզ պատգամել։ 18 թվականի առաջնորդի հիմնական կարգախոսն էր քայլ արա, մերժիր, սերժին, այսինքն այստեղ կա էներգիա, այստեղ կա հուզականություն, այստեղ կա գործողության կոչ, բայց այստեղ չկա բովանդակություն, ապագայի ծրագիր, ապագայի նախագիծ։ Եվ կար նաև քաղաքացիական անհնազանդություն, իհարկե դա անհնազանդություն էր, անարխիա էր, բայց դա քաղաքացիական էր, այսինքն իր մեջ կար բարձր գաղափար։ Եվ շատ կարևոր է, երբ որ առաջանում է առաջնորդի պաշտամունքը, եւ այդ փորձը 18 թվականից հետո Հայաստանում նույնպես եղավ։ Բոլորդ եք հիշում, որ 18 թվականից հետո արդեն իրենք փորձ էին անում հեղափոխության թանգարանի սենյակ բացել պատմության թանգարանում եւ այնտեղ դրել էին գլխակը, ուսապարկը, իր շորերը եւ նաեւ իր կողմնակիցներից մեկը ցուպը, որ այդ ցուպի ձեռքին նա առաջնորդի հետ մտավ Երևան։